Այսօր Сегодня սովորական օր չի необычный день եւ դեկտեմբերի վերջի շաբաթն էլ չի, и не последний день декабря, բայց ես մարգարեանում եմ но я пророчествую սրանից հետո после этого, 5 ամիս դեռ 10 օր կա այս տարվան и еще есть 5 месяцев 10, բաները տեղի են ունենալու քեզ հետ и вещи будут происходить с тобой. եւ դու պետք է տեսնես այս տարին И ты увидишь, должен увидеть 7 հրաշքներ 7 чудес, մեծ հրաշքներ больших чудес. դա տեղի ունենամ И это уже происходит. գիտեք հրաշքները իրական են И вы знаете, что чудеса, они реальные. դա կատարվում ամենտեղ И эти чудеса происходят, դա կատարվում ամենուր и они происходят каждый день. առնվազը պետք է լինել քոր Просто надо быть слепым, առնվազը պետք է լինել դիակ просто надо быть мертвецом, որ հրաշքը չհասկանալ чтобы не понять чудо. մերելները չեն հասկանում դա А мертвецы это не понимают. աստծո եկեղեցին պետք է հասկանա Но Церковь Божья, она должна это դու понимать. պետք է հասկանաս Ты должен это понять. այսօրվա իմ թեման И сегодняшняя моя тема, այսօրվա իմ խոսքի թեման сегодняшняя тема моего слова, գիտեք ես այդ ձև շատ քիչ ա եղել որ նվիրեմ ինչ որ մի բանի и знаете, есть мало чего, что я посвящаю чему-то. ովքեր որ տեղյակ չեն Те, которые не в курсе, մտածում են էս ինչ ա они думают, что это, էս ինչ ա а это что? էս իղի ա այստեղ И оно почему здесь? էս հովիվը երկու բաժակա դրե И пастор положил сюда 2 стакана. լսեք Послушайте. 7 հրաշքներից մեկը այստեղ տեղի ա ունենում այսօր И сегодня происходит одно из 7 чудес здесь, на этом месте. այսօր ես պետք է նվիրեմ այս ծառայությունը И сегодня я посвящаю мое служение մեր Լուսինեին нашей Люсине եւ Սերգեյին и Сергею. ես այդ ձև բան չեմ արել երբեք Я никогда еще такого не որ делала, ծառայությունը ինչ որ մեկին այսօր նվիրեմ чтобы служение кому-то подарить сегодня. եւ խորհուրդ եմ տալի ովքեր ուզում են իրանց վերաբերվի И советую тех, չամուսնացածներ и женатые, и незамужние, которые... նենց արեք որ ձեզ էլ նվիրեմ թեմա Так, чтобы я вам тоже это посвятил, подарил. որպեսզի դուք էլ հրաշքներ ստանաք Для того, чтобы вы тоже чудеса получили. գիտեք երբ որ տարին սկսվում էր Знаете, когда начинался этот год, ես խմբում եկեղեցու գրուպում գրում էի որ այս տարի պետք է ամուսնանաք и я в группе нашей церкви писал, что в этом году вы должны жениться, Я- выйти замуж. բոլորը ջրիկանում էին И все начинали так разрыхляться. եւ բոլորը ծիծաղում էին իրար վրա են գցում դու ամուսնացի И смеялись друг над другом, бросали один на другого. այս и выходили замуж. չամուսնացածները գրուպում էսև փոխհրաձգություն էին անում И вот эти неженатые, незамужние, они в группе друг на друга так посягались. Перестрелки делали. Делали перестрелки. Եվ ասում են դու պետք է ամուսնանաս, նա ասում է չէ դու պետք է ամուսնանաս։ И один говорил другому, ты должен жениться, Ամենակտիվը Լուսինեն էր։ должна выйти замуж. А самая активная из них была Люсине. Ասում էր մագա դու պետք է ամուսնանաս։ И она говорила, Мага, ты должна выйти. Մագան ասում է չէ դու պետք է ամուսնանաս։ Նա ասում է дու պետք է ամուսնանաս։ А Мага говорила той, нет, Գիտե- ты должна выйти замуж. А Գիտեք, второй, ты գիտեք должна- Լուսինեն չգիտեր ոչինչ, А вы знаете, что Люсине ничего բայց не ես գիտեի արդեն, знала. Но я уже знал, որ ասեցի հենց առաջինը дու պետք է ամուսնանաս։ и я ей сказал, что вот Իրան թված ես կատակ եմ ты անում։ выйдешь замуж. И ей показалось, что я шучу. Հավատացեք ես ոչինչ չգիտեի, Но поверьте, я не о чем. բայց ես մարգարեանում էի։ Но я пророчествовала. Ես խոսում էի դրա մասին։ И я говорил об этом. Հետո Աստված ասեց, որ այս տարի 7 հրաշք պետք է ստանա մի մարդ։ И Бог мне сказал, что Եվ այդ մի մարդը դու ես։ получит 7 чудес. Այստեղ այդ մի մարդը եւ դա կարող ես դու լինել։ Здесь этот человек, и этим человеком может Դեռ տարին չի վերջացել։ пока еще год не окончился. Հավատացեք այդ հրաշքները այստեղ են։ И вы поверьте, что эти чудеса здесь, на этом Եվ ես խիստ չղայնացա բոլորի վրա։ я рассердился на всех Ասեցի վերջ, ես այս ժամանակ եմ տալի մի տարի։ и сказал им, все, я вам даю Սաղը դամուսնացեք։ 1 год. Все вы Բոլորը замуж դամուսնացեք։ выйдете. Все вы. Եվ ես քարացավ դալիճը։ И зал окаменел. Եվ ասեմ որ եթե հարցեր ունեք հետո կտակ, բայց եկեք մի քիչ առաջ անցնեմ։ Давайте пойдем вперед, вопросы потом. Այս խոսքը որ պետք է խոսամ իմ սրտի մեջ էր սրանից մի 4 օր առաջ։ Это
это слово, которое я буду сегодня говорить, оно было в моем сердце 4 дня тому назад. Սա կարճ խոսք է։ Оно короткое слово. Դրա համար մի քիչ բաներ կլցնեմ, այսև կզբաղացնեմ այդ բաները И для ժամանակի մեջ։ во времени буду наполнять некоторые вещи во время. Որոշն այդ կհուզվեք, Некоторые из вас будут որոշն այդ կլացեք, плакать, некоторые будут тронуты, որոշն այդ միգուցե հիացած լինեք։ некоторые будут, возможно, восхищены. Միևնույնն է, լրիվ փառք է Հիսուսինն է։ Но во всяком случае вся слава идет к Иисусу. Иисусу. Բայց այսօր акցենտը ավելի շատ պետք է լինի Լուսինեի վրա։ Но сегодня акцент будет побольше на Люсине. Մենք եկել ենք քեզ Հիսուս։ Мы пришли к тебе, Иисус, Եվ խնդրում եմ, որպեսզի դու օգնես ինձ։ и прошу, чтобы ты помог мне. Ես աղոթում եմ, որպեսզի դու օգնես այստեղ ինչ որ մեկին էլ։ И я молюсь тебе, Иисус, чтобы ты помог здесь. Եվ օգնես, որ ինչ որ մեկը անցնի։ И помог, чтобы кто-то прошел. Ես հավատում եմ, ինչ որ հիմա խնդրում եմ։ Я верю в все то, что я сейчас прошу. Ես հավատում եմ իմ ամբողջ սրտով։ Я верю всем моим сердцем. Դա այնքան ուժեղ է, Это очень сильно. որովհետև երբ որ дու ասում ես կանցնես ջրերով, Потому что ты говоришь, когда ты будешь проходить ես через քեզ огонь, հետ կլինեմ։ я буду с тобой. Կանցնես կրակներով, Пройдешь через огонь, ես քեզ հետ կլինեմ։ я буду с тобой. Տերը քեզ հետ կլինի։ И Господь будет Он с тобой. Ես հավատում եմ, И я верю, որ Տերը այսօր անցակացնում ինչ որ մեկին էլ։ что Господь сегодня проводит еще кого-то. Դու կանցնես, И ты пройдешь, որովհետև Հիսուսն է потому что Иисус, Տերը։ Господь. Եվ բոլորն ասեն ամեն։ И да скажут все аминь. Սաղմոս 42։ Псалом 42. Եղեք մաքսիմում բաց, Будем максимально открытыми, որովհետև Տերը խոսք ունի ինձ։ потому что Господь мне ко мне Տերը имеет слово. խոսք ունի քեզ։ И Господь к тебе также имеет слово. Արձագանքեք անխնա։ Отвлекайтесь. Беспощадно. Ալելույա։ Аллилуйя. Անդունդը անդունդին է կանչում։ Бездна призывает бездну. Քո արձանքների ձայնով։ Бездну призывает голосом водопадов твоих. Քո ամեն կոհակների եւ ալիքները իմ враյով անցան։ Все воды твои, волны твои прошли надо мною. Անդունդը անդունդին է կանչում։ И бездна призывает бездну. Հալելույա։ Аллилуйя. Ով է պատրաստ։ И кто готов? Այստեղ գրված է, որ անդունդը անդունդին է կանչում։ Здесь написано, что бездна призывает бездну. Բայց մի բառ կա, որ ակնառու է, ինձ համար նկատելի խոսք է։ И здесь есть одно слово, которое для меня, оно Այստեղ գրված է հորձանքներիդ։ Հորձանքներիդ здесь написано, и все воды твои, волны твои ձայնովը։ Հորձանքների ձայնը։ предо мною. Голос их. Եկեք առաջ անցնենք։ Давайте пойдем вперед. Ինչ է հորձանքը։ И что такое это? Դա ջրային հոսանքներ է։ Это водные, Ջրային հոսանքներ է։ это потоки вод. Երբ որ ջրերը սկսում են հոսալ, Когда воды начинают течь, եւ տեղի ունենում այս մի բան։ и происходит такая вещь. Հորձանքը մի հատված է, Поток это один промежуток, որտեղ շատ արագ է հոսում։ где оно течет очень быстро. Դրանք կոչում են հորձանք։ И это называют поток. Ջրերը գնում են Воды текут, текут, եւ հետո հանկարծ մի տեղ սկսում է իջնել։ и внезапно где-то они начинают резко спускаться. Եվ սկսում է խելագար բաներ տեղի ունենալ։ И начинается такой бешеный темп, Գժական է ձև տեմպը սկսվում начинается такой безумный темп, եւ հետո սկսում է պատտվել։ и потом такой водоворот начинается. Բոլորը տեսել եք սա։ Все вы видели это. Գիտեք, սա խոսում է մի մարդու մասին։ Знаете, это говорит об одном человеке, Ում կյանքի մեջ ամեն ինչ գնում էր հարթ։ у кого все прямо текло, Ինքը գետի հունով ուղակի հոսում էր իր համար հանգարց։ и он Հանգիստ։ спокойно тек по течению реки, шел. Եվ կյանքի մեջ յուրաքանչյուրի կյանքի մեջ այսպես հոսանքներ կան։ И у нас в жизнях у всех есть такие течения. Եվ հանգարց ինչ որ բան է տեղի ունենում։ И вдруг внезапно происходит что-то, Որտեղ հանգարց փոխվում է ջրի հունը։ где внезапно меняется течение этой реки. Ջրի հոսքը սկսում է փոխվել։ Поток начинает резко меняться, Եվ ինքը կտրուկ իջնում է։ и он резко так опускается. Եվ հետո միտեղ սկսում է պատտան։ И потом где-то начинает кружиться водоворот. Ալո։ Դսում եք ինձ։ Слышите?
Դա տեղի ունենում ամեն մարդու կյանքի մեջ։ Это происходит в жизни каждого человека. Եվ դա տեղի ունենում կոնկրետ մարդու հետ։ И это происходит конкретно с человеком. Այս իրավիճակի մեջ եկեք խոսանք Լուսինեի մասին։ В этих обстоятельствах давайте будем говорить. Կարծես ամեն ինչ նորմալ է։ Видимо, так, как будто все нормально. Եվ պատկերացնում եք Դավիթը անցել է այս իրավիճակով։ И представляете, Давид прошел через эту Եվ ситуацию. Դավիթը պատմում է թե ինչ տեղի ունեցավ իր հետ։ И Давид рассказывает, что произошло с ним. Հանկարծ ինքը հայտնվեց մի իրավիճակի մեջ։ И вдруг он очутился в такой ситуации. Դա կյանքի մի ժամանակահատված է։ И это промежуток времени. Ապրել ես մինչև 15 տարեկան, 16 տարեկան։ Ты жил до 15, до 16 лет. Այսև հանգիստ ընթացքում եւ հոսքի մեջ ես գնացել։ И ты в таком спокойном потоке тек. Բայց հանկարծ բախ ինչ որ բան տեղի ունեցավ։ И вдруг, бах, что-то произошло. Եվ հանկարծ կտրուկ սկսեցիր ներքև իջնել։ И ты резко начал опускаться вниз. Եվ հետո սկսեց դա քեզ պտտել այսպես։ И потом оно начало тебя вот так. Եվ հետո սկսեց ջրերը քո վրայով гнալ։ И потом эти воды, потоки прошли. Մինչ այդ դու ջրերի հետ էիր հոսում։ До этого ты тек с водами, Բայց հիմա ջրերը քո վրայով են հոսում։ но теперь воды текут над тобой. Բայց հանկարծ ջրերը սկսում են քեզ ներքև իջացնել։ И внезапно вдруг воды начинают тебя опускать вниз. Եկեղեցի լսեք ուշադիր։ Церковь внимательно послушает. Երբ որ ես տեսնում եմ մարդկանց ինչ որ մի տարիք, Когда я вижу определенный возраст какого-то человека, մինչև 15 տարեկան, 20 տարեկան, միգուցե 30 տարեկան, 15, 16, 20, միգուցե ինչ որ մեկը 50 տարեկան եք արդեն։ возможно, кому-то уже 50 лет. Մինչև այստեղ դուք հոսացել եք այսպես հանդարտ։ До сих пор вы вот так текли спокойно, Եվ Տերը ձեզ տայել է հանդարտ ջրերի մոտ։ и Господь вас ввел в спокойном водном. Ձեզ տայել է խոտավետ արոտավայրեր։ Назлаченные пажити Господь вас. Բայց մեկ օրվա մեջ ինչ որ բան տեղի ունեցավ։ Но в течение всего одного дня что-то произошло. Եվ այսև գալիս է իրավիճակներ ինչպես եկավ Հոբի կյանքի մեջ։ И приходят такие ситуации, которые пришли в жизнь Иова, Երբ որ մեկ օրվա մեջ ամեն բան կորցրեց, когда он за один день потерял все. ամեն բան կորցրեց։ Все потерял, Կորցրեց ունեցվածքը, все имение свое. կորցրեց ընտանիքը, Потерял семью, երեխաներին կորցրեց։ детей потерял. Ով է լսում, И кто слышит, ով է հասկանում ինչի մասին է խոսքը։ понимает, о чем идет речь. Եվ այսպեսի մի բան տեղի ունեցավ։ Произошла вот такая вещь, Երբ որ դեր երիտասարդ էր, երբ որ դեր պատանի երիտասարդ էր Եվ Լուսինեն։ когда Люсине была еще подростком, молодой еще. Ես խնդրում եմ ոչ մեկը ծանր չտանեք։ Я прошу, чтобы никто это Ես ոչ մեկից թույլատրություն չեմ վերցրել խոսալու այս բանը։ И я ни у кого не брал разрешения об этом говорить. Բայց իշխանություն ունեմ այս խոսքը ասեմ, Но я имею власть говорить это, որովհետև ես չեմ կարող լռել հրաշքների մասին։ потому что я не могу. Ես չեմ կարող չխոսալ ասո բարերարությունների մասին։ Я не могу. Ես չեմ կարող դա թաքցնել, Это деяние, я не могу это скрыть, որովհետև դու դրա մեջ ես եղել, потому что ты тоже был в этом, որովհետև դու մասնակից ես եղել ինչ-որ ձևով։ потому что ты каким-то образом был соучастник Բոլոր այն ընթացքներին, որ եղել են այս մարդու կյանքի մեջ։ во всех этих периодах, которые были в жизни ее. Դեր շատ բաներ չհասկացած հանկարծ հայրը գնում է տնից։ И ничего еще не поняв, вдруг отец уходит, Եվ երեխաները մանուկ են դեռ։ и дети еще маленькие, Եվ պետք է պայքարել կյանքի համար։ и надо сражаться за Եվ պետք է ինչ-որ մի աշխատանք կատարել։ и надо какую-то работу делать. Եվ ահա մայրիկն է հիվանդ։ И вот мама заболела, Եվ այսպես ծանր իրավիճակներով են անցնում։ и они так проходят тяжелыми ситуациями. Բոլորը մանր են, բոլորը փոքր են։ Все они маленькие, еще маленькие. Գիտեք, ինձ ոչ մեկ սա չի ուշել, ես եմ տեսել։ Знаете, никто мне это не... Մենք աղոթել ենք հետո ճիշտ է, մենք աղոթել ենք դրա համար։ Мы молились за это. Աստված ազատագրություն է բերել այդ հիվանդությունից։ И Бог принес освобождение. Բայց միշտ կբերեր դա հորձանք է։ Но до того, как Он это принес, Միշտ դա տեղի կունենա, հասկանում եք, միշտ դա տեղի ունենա, այս մարդու է դա հորձանք է, որը հոսում է դեպի ներքև։ это какому тянет вниз. Գնում է հայրը, հիվանդանում է մայրը, Уходит отец, мама заболела, եւ հետո երկար տարիներ и потом долгие еще չքավորություն։ нищета. Հասկանում եք, սա ամեն մարդու հետ է կատարվում։ Понимаете, с каждым из нас это
происходить. Ես գիտեմ ում աջրերը տանեմ եւ ջրերը ուղակի կորցնում են այդ մարդուն։ И я не знаю, кого воды ведут и Եվ միշտ ուզում ես փրկվել, на погибель ведут. И միշտ ուզում ես փրկվել, այդ ջուրը քեզ պտտում է, эта вода тебя крутит. այդ ջուրը քեզ այնքան ուժեղ է պտտում, И настолько она сильно тебя крутит, որ դու կորցնում ես հավասարակշռությունը, что ты теряешь свое равновесие, կորցնում ես հասկացողությունը, понятие свое теряешь. չես հասկանում թե որտեղ ես, И ты не понимаешь, где ты եւ находишься. եւ բախ այս քարին է խփում քեզ, И бах, об эту камень тебя ударит. սա ողբերգություն է, И это трагедия. սա ողբերգություն է, Это трагедия. երբ որ անդունդին է կանչում, Когда бездна призывает бездну, ինչ է նշանակում սա, երբ որ անդունդը կանչում է մեկ այլ անդունդի, что это обозначает, когда бездна данная призывает другую? այս մի խնդիրը բերում է ավելի խորը խնդիրներ, Эта проблема приносит более глубокую проблему. այս խնդրը բերում է մի ուրիշ խնդրեմ, Эта проблема приносит եւ մեկը մեկից վատ, и одна другой, մեկը մեկից դժվար, одна другой, մեկը մեկից բարդ, одна другой сложнее. հասկանում եք դու կարող եք ընկնել փոսը Понимаете, вы можете упасть в яму եւ ընկնել ինչ-որ մի քարի վրա, и упасть на какой-то камень, բայց ինչ ուզում եք կանգնել, но все до тех пор, когда хотите встать այդ խորությունից դուք ընկնում եք մի ուրիշ խորության մեջ, из этой глубины, вы падаете в անդունդը անդունդին է կանչում, бездна, призывает бездну. եկեղեցի լսեք, Церковь, послушай. հաջորդ բանը սա էր որ տեղի ունեցավ, Следующая вещь, которая произошла. եւ ահա ամուսնանում է Լուսինեն, И вот Люсине выходит замуж, եւ նրանք ապրում են շատ կարճ, и они живут очень коротко. ես կասեմ որ նա ապրել է երջանիկ աշոտի հետ, Я вам скажу, что она жила ապրել է ուրախ աշոտի հետ, она жила радостно, բայց կարճ ապրեց, но они коротко вместе жили. դա կնալ չի թե ես անցած կիրակի ինչ էի ասում, նրանց մասին ովքեր կարճ են ապրել, Это не намек на то, что я то в воскресенье прошедшее говорил, а тех, которые жили очень коротко. գիտեք նրանք ունենում են երեխա, И у них рождается ребенок. եւ ահա 8 ամս է կանա, И вот ребеночку 8 месяцев, եւ երեխան հիվանդանում է, и ребеночек заболел, մահացու հիվանդանում է, смертельной болезнью заболел, երեխան մահացավ, и ребеночек умер. հորձանքները իմ վրա են հասել, И вот эти рыдания достигли меня, կոհակները իմ վրայով են հոսում, и воды эти проходят, ջրերը տանում են ինձ ավելի ներքև, воды несут մի меня, ջրվեժից մի ջրվեժ եմ ընկնեմ ներքև, попадаю из одного водопада, անդունդը անդունդին է կանչում, бездна призывает, ցավը ավելի է ցավ դառնեմ, и боль становится, նա այնքան է խորանում եւ այնքան է ցավը մահացու դառնեմ, и эта боль настолько смертельна, որ այլևս չես ուզում ապրես, что ты уже не хочешь, որ այլևս չես ուզում պայքարես, и что ты уже больше որ այլևս բռնվելու տեղ չկա, и негде держаться уже, դու խփվում ես այս ափին, խփվում ես մյուս ափին, и ты бьешься по этому берегу, по другому, եւ դա գժական տեմպ այսև, и это такой безумный, չես հասնում հասկանալ եւ մի քիչ թթվածին շնչել, и ты не успеваешь даже вдохнуть, ջրերը նորից են քեզ խորտակը, и реки опять тебя, եւ նորից է քո բերանը լցվում այդ պղտոր ջրերը, и опять эта мутная вода к тебе, այդ կեղտոտ ջրերը լցվում են քո թոքերը ուղիղ, эта мутная вода вливается ровно, եւ ահա մի ուրիշ հիվանդություն, и вот следующее, другая, հիվանդություն, մահացու հիվանդություն, опять смертельная болезнь. եկեղեցի լսեք շատ ուշադիր, Церковь внимательно очень, երբ որ դու ընկնում ես մի բանի մեջ, когда ты впадаешь, կարծես ճայիճա որ քաշում է քեզ ավելի խորը, кажется тебе это болото, которое անդունդին է կանչում եկեղեցի, глубоко, церковь бездна, բայց այս ամեն ինչի մեջտեղը но в середине всего этого, մինչ ուզում ես դու ոտքի կանգնես նորից, как ты уже хочешь встать на ноги, գալիս է ավելի մեծ հարված, приходит более сильный удар, մահանում է ամուսինը, и ее վթարի մեջ ընկնելով մահանում է ամուսինը, в автоаварию попадает, и ее ես վստահ եմ շատերը կհայհոյեն այդ իրավիճակի մեջ տիրոջը, ես վստահ եմ որ շատերը կմերժեն Հիսուսին, ես վստահ եմ որ շատերը երես կթեքեին Հիսուսից, я уверен, что многие отреклись бы от Христа, многие бы хулили Христа, ես հույսի մասին պատահական չեմ խոսում, и я про надежду не случайно вам. մինչ հարտերը դու հույսդ կորցնում ես, До тех пор, когда ты на ровном месте, միշտ ուղիղ տեղը քո հույսը կոտրում ես, կորցնում ես եւ ասում ես ես գնում եմ այս եկեղեցուց, и до того, как ты теряешь
Դեր դուք չեք տեսել կողակներ, դեր դուք չեք տեսել հորձանքներ, Вы еще не видели эти потоки. դեր դուք չեք տեսել դժվարություններ, Вы еще не видели эти... դեր դուք չեք տեսել մահը մահի հետևից, Вы еще не видели... ողբերգությունը ողբերգության հետևից, հիվանդությունը մահ եւ ողբերգություն, Болезни, смерть и трагедии. շատերը կհայհոյեք, Многие из вас хулили, շատերը կհակառակվեք եւ կհեռանայք Տիրոջից։ многие бы противились и удалились бы от Господа, ушли. Հիսուս Иисус, այն ամենը, որ ընկնում է նրա մեջ, все, что попадает, շատ ժամանակ դուրս չի գալիս այնտեղից։ во многих случаях оно оттуда уже не выходит. Այն ինչ որ ընկնում է դրա մեջ, այլևս դուրս չի գալիս միգուցե։ Возможно, то, что попадает, уже больше никогда не встает, не встает. Այնտեղ այնպիսի իրադարձություններ ա տեղի ունենում։ Там такие обстоятельства происходят. Ժամանակներ առաջ Ինգուշեցիա մի երեխա կորավ։ Несколько времени тому назад в Ингушетии пропал один ребенок. Մի երեխայի փրկելով ինքը ընկավ Тот, который спас одного ребенка, եւ ջուրը քշեց։ и сам он погиб, и вода его унесла. Էլ Դաղստանից, էլ Չեչնիայից, ամեն տեղից И из Дагестана, из Чечни. մարդիկ սանրում են գետը։ Люди пришли, исследовали эту реку. Օրեր շարունակ սանրում են, փնտրում են երեխային, ամեն թիղմի մեջ, ամեն աղբի մեջ, ամեն արմատների մեջ В каждых корнях. եւ գտան վերջապես, И они в конце концов, բայց արդեն մեռած էր։ он уже был мертв. Հայաստանում տեղի ունեցավ նույն բանը։ И в Армении тоже точно такой случай произошел. Ամբողջ ազգը սքմա դրա համար։ И вся наша страна скорбела из-за этого случая. Ամբողջ ազգը ողբում է դրա համար։ Вся наша нация скорбела из-за этого случая. Ու պատկերացրա որ դա քեզ տարել է, И представь, что это тебя унесло. բայց քո մտքի մեջ մի բան կա։ Но у тебя в мозгах, Иисус. в мыслях есть одно. Ես կգժվեմ, եթե Հիսուս դու չլինես։ Я сойду с ума, Иисус, если ты не будешь. Ես երես կթեքեմ, եթե դու չլինես։ Я отвернусь, если тебя не будет. Ես կմեռնեմ իրանց հետ։ Я умру вместе с ними. Եվ Աստված гտնում այդ ձև մարդուն։ И Бог находит такого человека. Այդ ձև մարդուն գտնում Աստված։ Бог находит такого человека. Ով ա լսում, Кто слышит? դրանք փորձանքներ էին։ И это были такие плохие, Դրանք փորձություններ էին։ и это были такие испытания, Դրանք նեղություններ էին։ это были скорби, Եվ դրանք կործանարար նեղություններ էին։ и это были такие скорби, которые Ալիքները իմ վրայով են գնում։ волны прошли надо мною. Աղոթեք, որպեսզի լսեք ինչ եմ ասում։ Молитесь, чтобы слышать, о чем я вам говорю. Ես գիտեմ, որ շատերի ականջներին պրոպկե կա խփած Я знаю, что из многих եւ սրտերը քարացած։ пробки и сердца окаменевшие, Կոհակները իմ վրայով անցան։ эти воды, потоки прошли надо мною. Լավ, դու կասես որտեղ Աստված։ Ну хорошо, ты скажешь, а где Бог? Աստված իր այդ գահինա։ Бог на своем троне. Հարցածակում թե դու որտեղ ես։ А возникает вопрос, а ты где находишься? Այդ կոհակները խոնարել են քո գլուխը։ Эти воды, потоки, они опустили твою голову. Այդ կոհակները քեզ իջացրել են ներքև։ Эти потоки воды тебя спустили вниз. Գիտեք, ալիքները այնքան ծանր են, И знаете, эти волны настолько они тяжелые, այնքան սեղմող են, настолько они нагибают, որ քո գլուխը ուղակի իջացնում է ներքև։ что просто они вот так опускают, сгибают твою Այլևս քո գլուխը չես կարողանում բարձրացնել։ и ты больше не можешь поднять голову свою. Կյանքը շատերին է ծռում։ И жизнь многих сгибает, Կյանքը շատերին է կոտրում։ жизнь многих ломает, Կյանքը շատերին է մարսում իր մեջ։ и жизнь многих переваривает. Բայց փառք Հիսուսին, Но слава Иисусу, որ ինքը կարող է լինել մտքի մեջ։ что Он может быть в мыслях, Որ կարող է լինել մտքի մեջ։ что Он может быть в мыслях. Եվ Դավիթն ասում է հուսա Տիրոջը։ И Давид говорит, надейся на Ով Господа. իմանց հուսա Տիրոջը։ О, моя душа, уповай на Господа. Ով է լսում։ Кто слышит? Չգիտեմ դա քեզ ազդում է, թե չի ազդում։ Я не знаю, это на тебя влияет или нет, Բայց ես մի բան գիտեմ։ но я знаю одну вещь. Երբ որ մենք գտանք Լուսինեին, Когда мы нашли Люсине, ինքը ամբողջությամբ սևի մեջ էր։ она полностью была погружена в черное. Եվ դաջված էր իր վրա դժբախտությունը։ Такой отпечаток
горя, беды Իրա на վրա ней был. դաջված էր ուղղակի այդ տրտմություն ու սուքը, Такая чеканка горя, беды на ней была. որովհետև այդ իրավիճակները կուլ են տվել, Потому что эти обстоятельства поглотили ее. գալարել են, Вот так скрутили, կոտրել են, сломили ее, սպանել են, убили. էլ հույս չկա, И больше нет надежды. էլ իմաստ չկա ապրելու, И нет смысла уже իմ жить. կյանքի իմաստը որն է ապրելու, И смысл в чем? Для того, чтобы жить. բայց մի քիչ վերև Но немножко выше. Դավիթն ասում է հուսա Տիրոջը, Давид говорит, уповай на Господа. հուսա Տիրոջը, Уповай на Господа. թող այս խոսքը գա քո սրտի մեջ, Пусть это слово придет в твое сердце. երբ որ իրան զանգ է գալիս, Когда ему приходит звонок, այնտեղ մերլատան մուղամա գնում հերախոսի մեջ, и там դա զանգն է в հերախոսի, телефоне, когда ее телефон поставлен на музыку եւ погребальную, Տերը ինձ մի երազ է տալիս, и Господь мне дает один сон. ես երազից մեջ տեսնում եմ Աշոտին, Я во сне вижу Ашота, ես մի կլոր էսև մանեժի մեջ եմ, մեծ մանեժի մեջ եմ, я нахожусь в таком круглом манеже, դռներ են այսպես, и вот так двери кругом, նարդիվաններ են, աստիճաններ են, лестницы, եւ մի դուր բացվեց, и открылась одна дверь, Աշոտը դուրս եկավ ինձ մոտ, и Ашот вышел ко мне, ես կանգնած եմ մեջտեղում, и я стоял посередине, ինձ էսև բռնեց ինքը սովորությունն էր, и он меня вот так по щеке поймал, у него такой был обычай, ասեց իմ չի ես լացım, и он спросил меня, почему ты Պոնչո плачешь? ջան, Пончо, ինչի ես լացım, почему ты плачешь? ասեց մի լացի, Он мне сказал, не плачь. այ շաշ մի լացի ասեց, Чего ты, с ума сошел, не плачь. ասեց Ազիզ իմ կեսը ստեղ է, Он сказал, Азиз, моя իմ половина, կեսը ստեղ է, моя половина. թես թես Ազիզ, թես թես, ասեց իրան սիրի, Он сказал, ее люби. իրան սիրի, Ее. ինքը գնաց, Он ушел, մի ուրիշ դռնից ուրիշ Աշոտ եկավ, и с другой двери пришел другой Ашот. ինքն է, Он тот же самый, բայց ինքը չի, но это не он. ժամանակ անցնի կարճ, И прошло короткое время, Աստված ինձ կբացի այդ երազը, и Бог мне откроет смысл этого сна тоже. դա Լուսինեն է, И это Люсины. սիրի իրան, սիրի իրան, Люби ее, ծառայի իրան, служи ей. եւ մենք սկսեցինք քաշել իրան, И мы начали ее тянуть. քաշել դեպի Տիրոջը, Тянуть ее к Господу. այս չի եղել 19 տարի, 19 лет. հնարավոր է Սերգեյն եկավ, տեսավ Լուսինեին պատրաստ, И, возможно, Сергей пришел и уже готовую Люсине увидел. այո, ինքը պատրաստ չի եղել, Да, она тогда не была готова. ինքը չի մտածել դրա մասին, И она об этом даже не думала. եւ Դավիթն ասում է, И Давид сказал, քո երեսի փրկությունով պիտի ուրախանամ, буду радоваться радостью лица твоего. ուշադիր լսեք, И слушайте внимательно. երբ որ կոհակները քո գլուխը խոնարել են, Когда эти потоки воды спустили твою голову, Հիսուս հայտնվում է, является Иисус. եւ Դավիթն ասում է, И Давид говорит, քո փրկության, քո երեսի փրկության պիտի ուրախանամ, буду радоваться радостью от лица твоего. այս ձև արի Таким մոտես, образом. այս Иди ձև сюда, կախի գլուխդ, опусти голову. երբ որ մարդը կախած է իր գլուխը, Когда человек կոտրված է, опустивший голову, հուսահատված է, հիասթափված է, կյանքի իմաստը չի տեսնում, и не видит смысла в жизни. Դավիթն ասում է, Տիրոջը հուսա, Давид говорит, уповай եւ на ասում է, Господа. նա բարձրացնում է իր երեսի փրկությունը ուրախությամբ, И там сказано, что он նա поднимает. բարձրացնում է այսօր Լուսինե քո երեսը, Он сегодня, Люсине, поднимает твое лицо. քո երեսը բարձրացնում է, Твое лицо поднимает. Աստված հրաշքներ է բերում 7 անգամ, И Бог приносит чудеса 7 раз. Աստված հրաշքների Աստված է, Бог есть Бог чудес. երբ որ ասում եմ ես հավատում եմ որ իմ փրկիչս կենթանի է, Когда я говорю, что я верю, что Искупитель мой жив, Տերը ասում է շուտ ասա, արագ ասա, միշտ ասա այդ բաները ես Господь եկեղեցում, мне говорит, в этой церкви всегда, постоянно говори эти слова. որպեսզի ինչ որ մեկը Для того, чтобы кто-то կարողանա Տիրոջը հուսալ, смог уповать. որովհետև Տերը պիտի բարձրացնի քո երեսը Потому что Господь поднимет твое եւ փրկության ուրախություն պիտի տա, и даст тебе спасение. քո դեմքը որը կախված է, И твое лицо, которое քո ունքերը որ կախված է, քո երեսին արդեն կնճիրները հայտնվել, у тебя на лице уже նա պիտի բարձրացնի, смнулось оно. նորից պիտի փայլացնի քո երեսը եւ իր փրկությունը պիտի դաջի քո երեսին եւ պիտի ասի ուրախացիր, И даст свое спасение
твоему Պիտի ասի ուրախացիր։ скажет тебе, радуйся, Հուսա Տիրոջը։ давай на Господа. Եվ Աստված, И Бог, եւ Աստված и Бог. իմ սրտի մեջ 19 տարիներում անընդհատ դրել է Մարգարեացի լուսինեի վրա։ В течение 19 Մարգարեացի лուսինեի վրա։ Он заложил мне сердце, чтобы я пророчествовал на Лусине. Իմ խոսմունքները չեն ուշանեմ։ Мои обетования, они не опаздывают. Իմ խոսմունքները այո են։ Мои обетования, да и аминь. Մարգարեացի իր վրա եւ ասա դու նորից պիտի ամուսնանաս։ Пророчествуй на ее жизнь и скажи, Մարգարեացի հույսը, замуж. Մարգարեացի անընդհատ այդ բաները։ Постоянно это пророчество. Հնարավոր է ոչ մի մարգարեություն չի գրվել թղթի վրա։ Возможно, на бумажке ничего такого. Հնարավոր է ոչ մի մարգարեություն չի ձայնագրվել տեսախցիկով։ Возможно, не было записано на камеру. Բայց ես միշտ եմ մարգարեացել, որ քո կյանքի մեջ դա տեղի է ունենալու։ Но я всегда и пророчествовал, что твоей Դա жизни տեղի է ունենալու քո կյանքի մեջ։ это произойдет в твоей жизни. Ես չեմ նահանջեմ մի վարքյան անգամ։ Я никогда не отступаю. 19 տարիների մեջ անընդհատ ու անընդհատ նույն բանն եմ մարգարեացել։ В течение 19 лет я постоянно Եվ стабильно. Տերը пророчествую. բարձրացնում է нորից, բարձրացնում է երեսը նորից։ И Господь поднимает снова опять ее лицо. Աստված պատրում է սևը։ И Господь разрывает это черное. Առաջին բանը, որ Աստված արեց, դա պատրեց սևը։ Первое, что, во-первых, Господь сделал, Он разорвал это Մինչև черное. այդ բոլորը ցավակցում էին իրան։ До этого все Մինչև այդ բոլորը соболезновали, իրան խղճում էին։ все жалели ее. Մինչև այդ բոլորը իրան նայում են, օ, ինչ դժբախտ դժգույն մարդ է։ И до этих пор все на нее смотрели и говорили, Բայց երբ որ սևը պատրվեց, она. Но когда разорвалось это черное, երբ որ Աստված սկսեց բարձրացնել եւ օրհնել, когда Бог начал ее поднимать и благословлять, ես մի բան կասեմ, я вам скажу одну лишь շատերը лишь դուք вещь. չգիտեք, И многие из вас это не Աստված знают. իրան գերբնական բժշկություն արել։ Бог сверхъестественным образом ее исцелил. Аллилуйя. Ես պետք է ասեմ, Լուսինեն ոչ մի անգամ չի վկայ սրա մասին։ Люсине никогда об этом не свидетельствовала. Լուսինեն դիսպանսեր հիվանդ էր Люсине была больной диспансера. եւ ինքը բուժվել էր ու ժամանակներ անցել։ И она лечилась, и прошло Ու время, մի օր հիվանդացել այլի։ и в один день опять она приболела. Եկավ աղոթքի Լուսինեն։ И Люсине пришла на молитву. Ամբողջությամբ լիմոնի գույն։ Полностью она была лимонного цвета. Ասել էր, որ առավոտ պետք է գնա պոլիկլինիկա։ И она сказала, что утром в поликлинику. Ես ասեցի, միայն աղոթքից հետո։ И я ей сказал, только после молитвы. Իսկ շատերը գնում եք ուղիղ պոլիկլինիկա։ А многие из вас прямо. Բայց идут պետք է в գալ поликлинику. աղոթքի նոր գնալ։ Но надо прийти на Պետք է молитву. գալ բժշկությունը հաստատել նոր գնալ։ Надо прийти. Եվ երբ որ եկավ, И когда она пришла, մենք դոմիկը ոչ մի աթոռ չունեինք։ у нас в домике не было ни одного Ես стула. հետո գրետին խնդրեցի, որ մի աթոռ դնի անկյունում։ Я попросил в этот день, чтобы она в одну голову. Երբ որ եկավ, ասի նստի ստեղ։ И когда она пришла, я сказала, Մենք «Иди сюда». աղոթեցինք։ Мы помолились. Ես այս կողմ գնացի, Я пошел в ту сторону. աղոթեցի, ես այն կողմ գնացի, աղոթեցի, ես Եղիայի պես ես աղոթում եի։ И я молился, как Илия. Ինչպես Եղիան հարություն տվեց մի տղայի։ Как Илия. Ես այս կողմ եի գնում, այն կողմ եի գնում։ Я шел в ту сторону. Եվ մոտեցա իրան եւ ձերքես дրեցի վրան եւ անիծեցի այդ հիվանդությանը։ Положил руки на нее и проклял эту болезнь. Կարծես մի ճուղ ջարդվեց այսև։ И казалось, что какой-то сучок. Շեղ, ես լսեցի իմ հոգու մեջ։ Կարծես ծնկով մի ճուղ ջարդես։ Как будто на коленке. Ես ստացա իմ մեջ, որ դա բժշկվեց։ И я получил во мне, что она исцелилась. Ես իմացա իմ մեջ, որ դա բժշկություն էր։ И я понял в себе, что это было исцеление. Եվ այլևս չկա այդ հիվանդությունը։ И больше нету этой болезни. Բայց ինքը մտածում է, Но она думала, միգուցե կա։ возможно, оно осталось. Երբ որ գնացին Բլագավեշենսկ լաուրետ սովորեցին եկան։ И когда они вместе с Лаурой поехали в Բլագավեշենսկում Благовещенск, ստիպում են, որ դու гնաս ստուգում անցնես։ и в Благовещенстве им сказали, чтобы она пошла на Եվ Լուսինեն մի անգամից ասում է, ես չեմ գնա։ Չեմ գնա ստուգման։ Я не буду идти проверять. Վերջ, ես վեշես հավաքում գնում եմ այստեղից, տուն եմ գնում։ Все, я вещи Ես собираю, փախչում եմ ստեղից։ убегаю отсюда. Ես домой. չեմ դիմանա։ Я уже не Եթե выдерживаю. իմանամ այդ հիվանդությունը կա, ես կմեռնեմ, ես չեմ դիմանա։ Если я буду знать, что это болезнь. Ես զանգեցի եւ հրաման տվեցի, որ գնա ստուգվի։ Я позвонил ей и Լաուրը ինձ дал խաբար տվեց, проверение, ասեց, что ասա она որպեսի գա ստուգման, այդ բանը չկա։ А Лаура мне сказала, что этой вещи нету. Երբ որ ստուգվեց, И
когда она была Անալիզներ եկավ, анализы пришли, կատարյալ մաքուր, совершенно чистая, կատարյալ մաքուր, совершенно чистая. Աստված, Бог, երբ որ մեկին когда кого-то տեսնում է, որ հույս է տնում իր վրա, Бог видит, Նրա что երեսը человек բարձրացնում уповает է, на него, բարձրացրա երեսը, поднимает его лицо. բռնում Աստված քո այս ծնոտից, Бог тебя держит за եւ ասում է челюсть ուրախացիր, и говорит, радуйся. ես եկել եմ քո կյանքը, Я пришел в твою жизнь. այդ պտտանը, որ քեզ պտտել է երկար, И этот водоворот, который тебе բավական է ուղղակի, достаточно. հերիք արդեն, Довольно. այն ջրերը, որ քեզ տալ են խորից խորը, И те потоки воды, եւ անդունդին ականջեն, и бездна призывала. եկավ դրա վարտը, Все, пришел ему, եկավ դրա վերջը, пришел ему финиш, конец. եւ Տերը կասի հաջորդ բանը, И еще Господь որ скажет, վերջին խոսքը իմ մոտ է, что последнее слово, վերջին за Богом. խոսքերը Տիրոջ մոտ են, И последнее слово за Господом. Տիրոջը հուսա, Уповай на Господа. ինչ եք գորեմ, Почему кричишь? որովհետեւ Потому что անհնար այս բանը ապրել, այս բանը տեսնել невозможно это видеть եւ վկայել ես մերելի պես, и об этом свидетельствовать. ասել թե մյուծով բանը չի եղել, И как будто ничего не было. հիմա երկինքա բարձանում ամբողջ փառքը, И сейчас поднимается вся слава. ամբողջ в փառքը небеса. բարձրանում է երկինք, Вся слава поднимается в небеса. երբ որ թվում է թե մի խնդիրը Когда тебе кажется, что оно դեր չավարտված մի խնդիրն է еще не окончилось, եւ դա другое վերջ չունի, всё. И оно не имеет конца, որովհետեւ մի նեղություն կանչում է մի նեղության, потому что одна մի проблема խորություն մի խորության, вызывает другую проблему, другую сложность, մահը մահի на հետևից, другую глубину. սա մի խորություն է ավելի մի խորության, И эта глубина другой, более глубокой ասա глубины. ես եթե անգամ չեմ հասկանում Տեր, ես կնայեմ այս խոսքը, Ну, скажи, что если Господь, даже я не понимаю это слово, я Ас- буду смотреть. Աստված չանի որ մեկը ունենաք այս բաները, И не дай Бог кому-то, чтобы вы сами имели вот эти все вещи. այս ժամանակ проблемы, դուք скорби, 100% կիմանաք թե ինչ է նշանակում անդունդը անդունդին է կանչում, горе. В этом случае вы уже 100% будете знать, что обозначает бездна, призывать бездну. եւ մենք սկսեցինք աշխատել, И мы начали работать, սկսեցինք սիրել, ընդունել, աշխատել, любить, принимать, работать, օրհնել, благословлять. մեզ հետ տանել ամենտեղ, Мы ее брали с собой везде. եւ հանկարծ այն ցավակցող մարդիկ И вдруг те скорбящие люди սկսեցին նախանձել, начали завидовать, սկսեցին չար նայել, начали злобно на Օ, них смотреть. արդեն դու ժուրնալ ես ընկնում, հա? Ой, посмотрите, она уже в Որովհետև журнал попала. այն Вот ժուրնալը, журнал. որի մեջ եմ ես, նրա առաջի էջեմ Հիսուսն է։ Потому что в том журнале Այնտեղ է նրա նկարը առաջի էջեմ։ находится Иисус. Առաջի պարբերականը Հիսուսն է իմ կյանքի մեջ։ На первом плане у меня Иисус. Այդ արդեն հա, սենց։ Это уже, да, таким образом, да? Քեզ ամեն բանի համար կներեն մարդիկ, Люди тебя простят за все, բայց չեն ների, երբ որ դու սկսես հաջողություններ но ունենալ։ не простят, когда ты... Չեն ների, երբ որ դու սկսես հաջողության հետևից գրանցել, И они тебе не простят, если ты уже перечисляешь որովհետև удачи за удачей. ինչ որ մեկը գնում է արդեն հակառակ ուղղությամբ։ Потому что кто-то уже ходит в Ինչ противную որ մի сторону. ձերք բռնում է քեզ այդ կոհակների մեջ, այդ հորձանքների մեջ В этих потоках. եւ քաշում է քեզ վերև։ И тянет тебя вверх. Լսեք, Послушайте, Հիսուս Иисус երբեք никогда, փրկողակ չի գցում։ Он не бросает спасательный Ինչպես круг, ասում է Ռեյխարդ Բոնկեն, как говорит Рейхард այլ Борн. ինքն է մտնում այդ ջրերի մեջ։ Он сам Այլ ходит ինքն է в эти փրկում։ воды. Он сам спасает. Ով է լսում եկեղեցի։ Послушай, церковь, Երբեք նա այսպես ակներ չի գցում քեզ։ он никогда эти круги, Փոչիկներ тебе- չի գցում։ эти шары тебе... Այո, ինքն է մտնում դրա Да, մեջ։ он сам ходит в эти воды. Սաղդ գիտնական եք դարը, սենց նստած սենց եք անում։ И почему-то все стали учеными, знайками, все вот так качают головами, умничают. Ամեն բան ասով վերահսկողության տակ է։ И все находится под Божьим контролем, Քո հորձանքների, ալիքների տակ։ под потоками твоих вод, Գրված է քո, под твоими, գրված է քո։ под твоими написано. Ով կարծած, որ գրված է քո։ Кто из вас прочитал, что Դա находится գրված է под մի твоими? խոսք վերև։ Одной строкой Դա գրված է выше, մի խոսք վերև։ одной строкой выше написано. Կնեք ներքև։ Вниз, то есть.
քո ամեն կոհակները, ալիքները իմ վրայով անցան, Все воды твои и волны твои прошли надо мною, որովհետև նա պետք է մաքրի քո արտասունքները։ потому что Он сотрет всякую твою слезу. Աստված ամեն ինչ գիտի, Очистит Он слезы. Бог ամեն ինչ все знает. հսկողության տակ է։ Все под Божьим контролем. Դուք պատկերացնում եք, մեկը հետևից վատ բաներ եղել։ Вы представляете, происходили один за другим плохие очень вещи. Սենջան դու այլևս քո երեսը չես կախի։ Люсине, ты больше никогда свое лицо не опустишь. Այլևս դու չես ընկճվի։ Никогда ты не будешь сжиматься, конфузиться. Այլևս դու չես տեսնի մահ Больше ты не увидишь смерти քո սեփական կյանքի մեջ, в твоей собственной жизни, քո ընտանիքի մեջ։ в своей семье. Դու կունենաս քո երեխան։ И у тебя будет свой ребеночек. Ես դրա մասին եմ մարգարեացել։ Я и об этом тоже пророчествовала. Դու կունենաս այդ հրաշքները։ И у тебя будут все эти чудеса. Ես մարգարեացել եմ 7 հրաշք։ Я пророчествовал 7 чудес. Եվ ահա հրաշքները վերադառնում են։ И вот чудеса возвращаются. Եվ ահա հայրը հայտնվեց հանգարց։ И вдруг отец явился. Եվ Вдруг. կարող եմ ասել հրաշք համար առաջին։ И я могу сказать, Հնարավոր է ասենք ոչ, ինչի համար է գալիս։ возможно, кто-то скажет, Բայց ես մարգարեացել եմ, որ գան մարդիկ։ почему он приезжает? Մարգարեացել եմ, որ պիտի լինի այդ հրաշքը։ Что люди будут возвращаться, что будут... Պիտի մարգարեությունը այսպես համարվի, հրաշք 1, հրաշք 2, հրաշք 3։ Пророчество должно быть таким. Чудо одно, второе, Դուք третье. պատկերացնում եք ալիքը այնքան ուժեղ է խփել И քեզ։ представляете, эта волна так настолько сильно ударила. Քարերին է տվել քեզ։ Вот так об камни тебя ударила. Երբ որ իմացանք, որ արենը բռնվել է, պետքա դատվի։ И когда мы узнали, что его посадили в тюрьму, должны его Լուսինեն посадить. եկավ ասեց առավոտը, արի աղոտ քարա խնդրում եմ։ Люсине пришла, сказала, пожалуйста, помолитесь. Մենք աղոտ Утром. քարեցինք։ И мы утром помолились. Հետո պետքա դատը լիներ։ И потом должен был Դատի համար состояться պետքա суд. աղոթենք։ Для суда мы должны были Երբ որ ես молиться. աղոթեցի, Когда мы помолились, я Տեր ինձ помолился, ասեց, ինքը քիչ անստելու։ и Господь мне сказал, он очень Գիտեք мало ինչ будет անշանակում сидеть. քիչ անստելու։ Знаете, что это значит? Ան մի 2-3 Мало տարի։ будет сидеть. Это 2-3 года от силы. Աղոթեցինք Աստված այդ ձև ասեց, մենք է գնացինք տուն։ Мы помолились, Бог нам сказал вот так, и мы ушли Մի домой. քանի օր հետո Через несколько дней Լուսինեն եկավ ասեց, Люсине пришла 15 տարի։ и сказала, 15 лет. Ասեցի մի րոպե։ Я сказал, минуты, Առանց պանիկայի։ без паники. Եկեք հասկանանք, թե ես ինչ է կատարվում։ Давайте поймем, что здесь Ես չեմ происходит. սխալվում, որ սա ինձ Տերն ասե։ И я не ошибаюсь в том, что Господь мне это все Բայց ես проговорил. պետք է վերանայեմ ինչ որ ես լսել եմ։ Но я должен, все, что я услышал, должен, Պետք է աղոթեմ Տիրոջը։ я должен помолиться Господу. Գնամ Տիրոջ մոտ եւ հարցնեմ, ես ինչ խաբար է։ И я должен пойти к Господу и сказать, Սա է почему քիչը, так սա է произошло? քիչը։ Ну, это 15 лет, это Թե коротко. սա ես եմ լսում իմ մտքերից։ Или я это свои мысли Թե իմ слышу, մարմինն է խոսում ինձ հետ։ или это моя плоть говорит со мной. Թե երևույթն է այդպես խոսում։ Или видимость это говорит со мной. Մի таким քանի օր образом. հետո եկավ И через несколько дней она пришла. Լուսինեն, Люсине. ասեց նրանց ծմա տվեցին։ Նրանց ծմա Дали տվեցին։ посмертный приговор. Եվ Տերը ասեց համեմատի հիմա, քիչը շատի հետ։ И Господь мне проговорил, теперь сравни малое с большим. Լսում եք եկեղեցի։ Послушай, церковь, слышишь? Հետո արենն եկավ։ И потом пришел Арен. Հրաշք երկուս։ Այս տարվա մեջ է դա տեղի ունենում։ Այս տարվա մեջ է դա տեղի ունենում։ Происходит в этом году. Դա կատարվում է այս տարվա մեջ։ И это происходит в этом году. Մի քիչ շարունակեմ։ И немножко я еще продолжу. Եկեղեցի լսեք հաջորդը։ И церковь, послушай следующее. Մի քիչ խոսամ, թե ուղղակի լավ, գիտեմ որտեղից պետք է ինչ խոսամ։ Սերգեն զանգեց մի օր։ И Сергей позвонил мне в один день. Ասեց ես ուզում եմ խոսամ քո հետ։ Он сказал, я хочу с тобой поговорить. Գոհարը զանգեց։ Гуар Սերգեյ позвонил. մամա։ Մամա Сергея. Ես կտրուկ ասեցի ոչ։ Я наотрез сказал нет. Սերգեն ասեց, չես ուզում խոսանք իդ։ И Сергей сказал, разве ты не хочешь, чтобы мы Մի вместе քիչ поговорили?» ծանր զրույց գնաց։ И была такая Լուսինը тяжелая չկար թեմայի разговор մեջ։ был. Լուսինը չկար А թեմայի темы մեջ։ Люсина еще не было. Դեռ չի совсем. եղել այդ թեման։ Еще не было этой Բայց темы. միևնույնն է, Սերգեն աղոթել է Տիրոջը։ И все равно Сергей молился Господу. Ու դաբից է եղավ ինձ հասնի։ И он добился, чтобы достигнуть меня. Մենք չպրպորեք։ И
время от времени Եթե цепляйся. ջուրը քեզ տանում է, գերանի նման մի պարկես ձև։ Когда Մի воду բան արա։ несут, как бревно не лежит. Չպրպորի 4 կողքեմ ինչ որ կամ։ Цепляйся за все, что есть по 4 сторонам. Հովիվ Цепляйся. ջան, ինձ կոհակներն էլ են տանեմ, մոհակներն էլ են տան։ Ոչ։ О, пастор, меня и эти потоки, и вот Հուսա տիրոջը։ бесы и несут. Нет, Բռնվի за տիրոջից։ Господа. Держись за Господа. Եվ եկավ Սերգեն։ И Сергей пришел Ասեց ամուսնության համարում ուզում խոսամ։ и сказал, что я хочу... Գիտենք поговорить որպես о- հովիվ արդեն իմ մոծը միանում այդ լրիվ։ Ну, знаете, у меня как... Տեսել եք վիրտուալ է ձև բանը, պլազմա վիրտուալ, որ մատով է ձև բանը են անում։ Вы видели эти Գլխից մեջ է ձև վիրտուալ աշխարհ բացվեց։ пальцем вот так делают, и видно. У меня в голове это... Եթե ուզում է ամուսնանա, Если хочет կամ женить, սա է, կամ սա է, կամ սա է։ или вот это, или вот это, или вот так. Դու ունես ամենայն դեպս ասած ձած արտուշի 3 տարբերակ։ И, как говорит дядя Артуш, у тебя 3 варианта. Կամ էս աղջիկն է, կամ էսա, կամ էս մյուսն է։ Или эта девушка, или это, или... Սրան չէ, նրան չէ, նրան էլ вообще չէ։ Это вообще нет. Արդեն դու քո մեջ գիտես, որտեղ մինուս տնես։ И ты уже в себе вычислил, где поставить минус. Բրկել հանկարծ։ И вдруг Սերգեն ասեց Լուսինեն է։ она сказала, это Люсине. What? Я сказал, как? Что? Что? Ազիզ։ Դու գիտես ում ես ուզում։ А ты знаешь, кого ты хочешь взять в Դու жены? եկել ես եկեղեցի Ты пришел в церковь, ходил, ու փարաբանության լույս աչքին ես ուզում։ и ты посягаешься на Это как? свет прославления. Это где? Это каким Это образом? Это где? зачему? Это где написано? Звон. Это почему? Это как? Ասում դե եսից հավասակ շրված մեզ չասի չէ Я себя в բացացա։ равновесии держал. Я не начал. Нет, нет, нет. Լավ կլինի, լավ կլինի։ Ну, я сказал, хорошо будет, хорошо будет. Ես բան չասեցի, հա, И я ему ничего не сказал, բայց ասեցի но сказал, ես կխոսամ։ я поговорю. Լուսինեն կանչեցի մեր տուն։ Я позвал Люсине к нам домой. Ասեցի Լուսինե, Я сказал ей, Люсине, այս տարի դու պետք է ամուսնանաս։ в этом году ты... Ով, ինչ, խի։ И она Մի говорит, անգամ սկսեց։ почему? Չէ, դեն չասա, почему։ Չէ, ով, ինչ, չէ։ Դա ինքան ռեսկի է։ Это было очень резко. Она сказала, нет, кто? Այ, Ասեցի դու պետք է ամուսնանաս։ Я сказал, ты должна выйти замуж. Գիտեք, ես կանչել եմ, որ ինքը հրաժարվի, ես էլ իր այդ դամ պայմ ասեմ, այո, ճիշտ ես անում, ամեն։ Знаете, я ее позвал. Ամեն, ամեն, ամեն։ Я ее специально позвал, чтобы она отказалась, и я вместе сказал, аминь. Բայց երբ որ ես лսեցի իրան, որ ինքը ասում է, չէ, Սուրբ Հոգին ասես, դա ես եմ։ Но когда я услышала от нее, что она отказывается, Святой Дух мне Չփորձես դու сказал, բան խոսաս։ что это от меня, это я. Չփորձես անգամ ժպտաս։ Не смей даже Եթե улыбаться, Լուսինեն что-то տեսած, сказать. որ դու ժպտում ես, ուրեմն դա լուրջ չի։ Если Люсине посмотрит на тебя и увидит, что Ես ты ինձ улыбаешься, պահում եմ ես ատամներով։ значит, это несерьезно. Я сжимал зубы, чтобы не улыбаться. Ես ինձ ատամներով ես պահում եմ, ասում չփորձես։ Я зубами себя держал и говорил, не смей. Լրի Հիսուսի անունով։ Молчи во имя Иисуса. Եվ ես լրեցի ու ասեցի դա Աստված է, И сказал ей, որովհետև это Սուրբ Бог. Հոգին ինձ հետ խոսած, որ դա ես եմ։ Потому что Дух Святой со мной проговорил, говорил мне, Դեմա сказал, что մեկ-մեկ это я. մինչև բան գալ ասելը դու կաղոթեք։ Поэтому до того, как прийти что-то сказать, Որովհետև молитесь. Սերգեյ աղոթել է Տիրոջը։ Потому что Сергей помолился уже Господу, Տերը վկա է։ и Господь Он Մի свидетель. անկեղծ խոստովանում եմ։ И я искренне вам Ասեմ լավ, դու որտեղ ես աղոթել։ говорю, исповедую. И я говорю, ну, Ինչ ладно, ես, где ты կամ ինչ ես молился? աղոթել։ И о чем ты молился? Բայց дու աղոթում ես։ Ես անկեղծ եմ ասում, А ты разве молишься? Я բայց искренне ինքը говорю. աղոթել է, Но он молился, երկար աղոթել։ долго молился. Եթե հովիվը կասի այո, ուրեմն դա դու ես։ И если пастор скажет да, значит это ты. Ինքը հովիվի վրա գցեմ, Он все валит на пастора, հովիվը Լուսինեի վրա գցեմ, пастор валит на Люсине, Լուսինեն ուրիշ տեղա գցեմ։ и Люсине совсем другое место все бросает, Иисус. валит. О, Господь Ես Иисус. ինչ է կատարվում։ Это что происходит?
մի լսում ունեցա, Прослушание, Я имел прослушка. прослушку, Ես մի լսում ունեցա я իրանց հետ, имел прослушку с ними ասի вместе. սպասի։ Я сказал, подождите, Ես դեռ պետք է подождите. լաուր հետ խոսամ։ Я еще должен посоветоваться, Մենք խոսացինք поговорить с իրար Лаурой. հետ։ И мы поговорили вместе. Բայց մի բան իմ մեջ չի նստում դեռ Պոլնի։ И полностью что-то во мне еще не оседает. Ես ասում Տեր ինձ ապացուցի։ И я говорю, Господь, докажи мне. Երբ որ Լուսինեն երկրորդ անգամ կանչեցի։ Когда во второй раз я позвал Люсине, Լուսին թվում մեր առաջի անգամ այս կատակ եմ անում։ Люсине казалось, что первый раз я Բայց шучу. երկրորդ անգամ ես տեսնում եմ, որ ավելի է թանձրանում իմ մեջ, ասելով դու պետք է ամուսնանաս։ И во второй раз я вижу, что все это сгущается, чтобы ей Դու сказать, պետք է что ты ամուսնանաս։ должна выйти замуж. Փորձկած ասա, չէ, դա Աստված է, դու պետք է ամուսնանաս։ И попробуй только скажи нет. Աստված Это ավելի Бог. ու ավելի է ինձ Только попробуй скажи нет. ապացուցում եւ իմ մեջ վկայությունը ավելի է խորացնում, որ սա ես եմ։ И Бог более глубоко доказывает мне во мне, Ես что միևնույն это ասում եմ, չէ, Տեր, չէ, Я չեմ всё равно կարող։ говорю, нет, Ես Господь. գլուխ չեմ ամ, սա վտանգավոր թեմա է։ это очень опасная тема, и я вот не могу Դե разобраться. հարցեր կա լիքը։ Здесь полно Ոնց կլինի, ինչ вопросов. կլինի, ես չգիտեմ։ И что будет? Я ничего не знаю. Խոսում եմ Սերգեյն ասում եմ, մի հատ խոսանք, ես միշտ փախնում եմ, խուսափում եմ, ասում եմ, հա, ու ուշացնում եմ։ Ես փնտրում եմ Տիրոջը ավելի հստակ հասկանամ։ И я ищу Господа, чтобы более точнее все понять. Я всегда избегаю Сергея, когда он Գիտեք, говорит, давай поговорим. Աստված ստիպված է քեզ փաստաթղթեր ցույց տալ։ Знаете, Господь вынужден показать тебе документы. Եվ Աստված սկսեց դեմս դնել դավթարներ, որ ես մարգարեացել եմ դա։ И Бог начал предо мной Հատ, предоставлять հատ, ставить հատ, документы, հատ, հատ։ что я Դու երբևիցե շատ մարգարեացել ու ինքդ հարցրել ես։ и по одному, все по одному. Ты пророчествовал, и ты вся Բա сам որտեղ է այս спрашивал. մարգարեությունները։ А где эти все пророчества? Որտեղ է այս И մարգարեությունները։ где эти пророчества? Ահա մի մարգարեություն, ահա երկու մարգարեություն, ահա իրեք։ Вот одно, второе, третье пророчество. Հերթով մարգարեությունները Աստված И դրեց по իմ դեմը։ очереди Бог ставил предо мной эти пророчества. Հասկանում եք։ Понимаете? Հայրը, Отец, եղբայրը, брат, Սերգեյ, Сергей, այդ երեք уже 3. դուք չեք հավատում, որ դեռ հրաշքներ կա, որ դուք չգիտեք, եղել արդեն։ И вы не верите, что уже произошли чудеса, о которых вы еще не Այ знаете. իմիջայլոց ասեմ, Между прочим, я вам скажу, ուզեք չուզեք արդեն իրանք զաքսի մեջ են այսօր։ хотите вы или нет, они сегодня уже в ЗАГСе. Ես գիտեմ դա։ И я знаю об этом. Գնացեք ու զաքսանեք, Идите в ЗАГС, որպեսզի ես օրհնեմ։ для того, чтобы я благословил. Ինչ դուք կմտածեք, ուզեք չուզեք, փոշմանեք, չփոշմանեք, До тех пор, когда вы думаете, Уже хотите, поздно. сожалеете, слишком поздно. արդեն ուշ է։ Уже слишком поздно. Լսեք, Послушайте, Լուսինեն Люсине միշտ հավատքով խոսացել է։ всегда говорила верой. Այնտեղ որտեղ պետք էր հավատքով խոսա, չի խոսացել, այնտեղ որտեղ պետք չի խոսացել է։ Там, где надо было верой говорить, не говорила, а там, где не надо, говорила. Ասել է, որ ես իմ տունն եմ ունենալու։ И она говорила, что у меня будет свой собственный дом. Այն ձև տուն, որ ամեն ինչ կա ու ես բանի կարիք չեմ ունենա, որ норից տնեմ։ А такой дом, что там все уже есть. И не надо, никакой нужды нету. что Նա որ ուզում է փեսային, Тот, который хочет жениха, ուզում է իր ամբողջ ունեցվածքի հետ։ хочет полностью с его имуществом. Այդ 4 И это 4. ով լսեց, И кто услышал? էլ եք ուզում հրաշք։ Еще хотите чудо? Մի հատ էլ հրաշք ասեմ։ И одно чудо еще скажу. Ստեղ ինչքան եմ աղոթել, ովքեր են մեքենա ուզում։ Здесь сколько я молился, кто просит о машине. Պլյուս մեքենա։ И плюс еще машина. Չէ, Սերգեյ ջան, մի մտածի ավտոս պետք է վերոնի, թե չէ։ Արդեն իրանն է։ Что мою машину Ինչ ունես դու, у нее уже есть. ինչ ունես դուն, То, что ты имеешь, ունի ինքը արդեն։ у нее уже есть. Այդ քանի հրաշք։ И сколько это уже чудес? Քանի հրաշք հաշվեցիք։ Ասեք շնորհք։ Скажите благодарность. 5-ը շնորհքի թիվ է։ 5 это число благодарности. Պողոս Արաքյալն ասում է 5 բառ եմ ուզում ձեզ խոսամ։ И Павел апостол, он говорит, я хочу 5 вещей вам. 5, говорить. ասեք 5։ Скажите 5. Դուք հավատում եք դեռ հրաշքներին։ Вы еще верите в чудеса? Ես հավատում եմ 6-րդ И հրաշքին։ я верю в 6-е чудо. Երեխա։
Ребенок. Բա որտեղ է 7-ը։ А где это седьмое чудо? Седьмое чудо на седьмом небесах. Оно на седьмых небесах пребывает. Ես կասեմ որտեղ է 7-րդ հրաշքը։ И я скажу, где находится седьмое чудо. Դա Աստված պահել է իր գերիշխանության մեջ հենց Լուսինի համար։ Бог это содержит Դա ես для չգիտեմ, Люсине դա в своей ես չգիտեմ, власти. որովհետև ես դեռ չեմ տեսնում դա։ В верховной своей власти это Ամեն ինչի Бог որ для Աստված Люсины. ինձ կբացի։ И не все Бог мне открывает. Եվ ինչ որ ես ասեցի, սաղ ինձ Աստվածա բացել, նայեք ուշադիր նոր երգ երգեցեք, И все, что я Տիրոջը։ сказал, это мне Бог открыл. նոր երգ երգեցեք Տիրոջը, մի բացեք։ Новую песню. Սա пойте սա Господу. Սաղմոսը 98-ն է, նոր երգ Вот երգեցեք это Տիրոջը, Псалом. Новую песнь пойте Господу. որովհետև Потому что հրաշքներ արեց։ Он соделал чудеса. Եկեղեցին չլսեց ինչ ասեցի։ Церковь не услышала, о чем я сказал. Լուսին ջան, երբ որ դու կսկսես երգել, Люсинеджан, когда ты будешь петь, երբ որ դու կսկսես փառաբանել, когда ты начнешь прославлять, երբ որ դու կսկսես շարունակ գովաբանել, когда ты постоянно 7-րդ հրաշքդ կգա։ говорить Господа, придет 7-րդ հրաշքդ кգա։ седьмое чудо. Տերը փրկել է, Господь спас, Տերը փրկում է։ Господь спасает, Փրկությունը process է։ и спасение это процесс, Աստված սկսել է փրկagործությունը и Бог начал этот процесс, եւ ինքը պետք է ավարտին հասցնի и Он это доведет до конца сам, քո կյանքի մեջ։ в твоей жизни. Ինչի ես չեմ խոսում Սերգեյի մասին։ А почему я о себе? Մենք այսօր խոսում ենք Ռութի մասին։ Мы сегодня говорим о Рут. Մենք չենք խոսում Բոսի մասին։ Мы не про Боза говорим, мы говорим про Руф. Բոսը հարուստ մարդ էր։ Боз, он был очень богатым человеком. Եվ այստեղ մի տեղ ունեմ, И у меня здесь одно место, որովհետեւ դու ինձ ցանկացար։ потому что ты возжелал. Դրա համար ես քեզ պիտի փրկեմ։ И поэтому я тебя спас. Այո, Լուսին ջան, Աստվածը իմ սրտին է խոսացել քո համար։ Да, Люсине, эти слова. Դու ասում ես говорят ինձ мне, ցանկացար։ я тебя. Он говорит, ты возжелал. Դու չգնացիր ուրիշների հետևից։ Ты не пошла за другими. Դու չամուսնացար սխալ մարդկանց հետ։ Ты не вышла замуж за Դու них. չուզեցիր այն մարդկանց, ովքեր ուրիշներն են ուզում։ Ты не вышла замуж за тех, за кого Դու ты չգնացիր խոպան։ не пошла на цивину. Դու չգնացիր գործի։ Ты не пошла на работу. Դու բարձացար զոհացեղան։ Ты поднялась на. Դու ինձ ցանկացար։ Ты возжелала. Ես քեզ պիտի փրկեմ։ И я тебя спасу. Այո, փրկել եմ, Да, я тебя եւ այո, պիտի փրկեմ։ И да, я буду тебя Եվ спасать. պիտի շարունակեմ։ И я буду продолжать. Ուղղակի երկիր, շարունակ երկիր, Пой, որպեսզի ես հրաշքներ անեմ։ чтобы я делал чудеса. Եվ նրան ամրություն пիտի տամ։ И я укреплю его. Սա 91 Սաղմոսն է, Это 90-й псалом. որովհետև նա իմ անունը ճանաչեց։ Потому что он познал имя мое. Ինձ պիտի կանչի Он воззовет ко мне. եւ ես նրան պատասխան պիտի տամ։ И я отвечу ему. Նեղության մեջ ես նրա հետ պիտի լինեմ։ В скорби я буду с ним. Պիտի ապրեսնեմ քեզ ասում է Տերը։ И дам жизнь. Փառավորեմ նրան։ Я прославлю его. Երկար օրերով պիտի կշտացնեմ քեզ։ И насыщу тебя. Իմ փրկությունս պիտի ցույց տամ քեզ։ И я покажу тебе спасение мое. Աստված քեզ հետ խոսում է սրա միջոցով։ И Бог через это говорит тебе. Մեր հայրերը Отцы наши. Երեմիան ասում է ողբալով։ И Еремия говорит это с плачем. Դա 5-7 ասում է մեր հայրերը մեղանչեցին Он говорит, наши отцы եւ չկան իրանք եւ այլևս չկան իրանք։ уже нет. Ով Տեր О Господь, իմ տարապանքին նայիր, посмотри на мое изнурение, որովհետեւ թշնամիները հպարտացան իմ դեմ։ потому что мои враги возгордились на Աստված կա երկնքում, Աստված կա, նա իր գահին նստած է։ Бог есть на небесах, и Он сидит на своем Եվ հետո Երեմիան ողբալով ասում է, բայց սա եմ մտաբերում։ А потом Иеремия говорит, но я о том помышляю. Նրա համար պիտի հույս ունենամ։ Для этого я буду иметь Ես պիտի հույս ունենամ։ Я буду иметь надежду. Աստված ասում է, ես քեզ ողբից Бог говорит, я тебя из этих страданий ուրախության պիտի տանեմ։ переведу Ողբից բերկրանք ես ունենալու։ и у тебя будет Ողբից տոնախմբության եմ վերածելու քո կյանքը։ будут праздники, торжественные праздники. Եվ վերջին տեղը։ И последнее место, Եվ дուք շատ օրհնված կլինեք։ и вы будете очень Եվ դուք շատ օրհնված կլինեք։ и вы будете очень Կարա ինչ որ մեկը նվագի։ кто-то может уже Կարա ինչ որ մեկը օգնի ուղեկցի մեզ երաշտությամբ։ пусть кто-то
Սա ինձ համար կարևոր է։ И это очень важно для нас. Լսեք, Послушайте, ողբից ուրախության, из скорби, ողբից բերկրանք, из скорби, ողբից տոնախմբություն։ из скорби в праздник. Աստված սևը պատրում է։ И Бог разрывает это черное. Աստված ինքը մոխրի տեղ գովության պատմուճանը հագցնում։ Он сам вместо пепла Տրտմության տեղը ուրախություն։ радость, из вретища в радость, в одежду праведности. Ալելույա։ Ասեք ողբ Երեմիա։ Скажите, плач Иеремии. Սա ինչ որ միտեղ իր ողբն էր։ И это где-то было его собственным плачем. Ասեք ողբը ավարտում է։ Скажите, плач оканчивается. Սկսվում է երգը։ И начинается песня. Երգի մեջ հրաշք կա, И в песне есть чудо. որովհետև ասում են նոր երգ երգեցեք։ Потому что говорит, пойте новую песню. Ուղղակի նվագի, ոչ մի բան պետք չի երգեք։ Եթե դուք ունեք երգ, կերգեք։ Ուղղակի մի բան նվագի։ Ուղղակի արագ արեք այդքան բանը։ Լսեք, Послушайте, Աստված ողբից Бог из скорби, պատրում է ողբը, Он разрывает это սևը, черное. սուքը, Это горе, Мага. смерть. եւ ինչպես հոբին վերադարձրեց։ И как Он Иова возвратил Քին, ընտանիք, երեխաներ, ունեցվածք։ семью, детей, жену. Нет, не жену, это жена была там. И глупая была. Да, глупая жена была и осталась. Ողբ, ասեք ողբ։ Скажите, вопль, скорбь. Ու լսեք հաջորդը, երգ երգոց։ И послушай, следующая песня. Ասեք ողբ։ Скажите, Աստված իմ ողբը փոխում է։ Господь Երգ երգոցի։ просит песню. Աստված իմ ողբը պատրում է։ Господь твой вопль Տալիս է ինձ երգ дает мне песню, եւ երգոց։ песню. Տալիս է երգ Дает мне песню եւ տալիս է սեր։ и дает любовь. Եվ ահա լսեք, И вот послушайте, ինչ ասում երգոցը։ что говорится в песне. Լսինը ջան, լսի։ Люсине, послушай. Քանզի ահա ձմեռը անցավ։ И вот прошла зима. Քո կյանքի մեջ ձմեռը անցավ։ В твоей жизни зима. Եկեք Սերգեյ այդտեղ։ Идите, Сергей, сюда. Ահա И вот ձմեռը անցավ։ зима прошла. Ասեք ձմեռը անցավ։ Скажите, зима прошла. Դա շատ սաստիկ էր։ Она была очень жуткой, Սուրով է դաժե։ суровой даже. Դա շատ դաժան ձմեռ էր։ Это очень жестокая зима была. Ողջունեք։ Ահա ձմեռը անցավ։ И вот зима прошла. Այ։ Ես այն օրը հուսվեցի շատ։ Ես երկու օր առաջ տեղ քույրերը սյուրպրիզ էին արել Լուսինեին։ И 2 дня тому назад сестры сделали сюрприз для Люсины. Ես հետևը կանգնեցի, И я стоял там, բոլորը այս կողմ են նայում Լուսինեն են սպասում։ и все здесь смотрели сюда, ждали Люсины. Երբ որ Լուսինեն մտավ, ես խեղդվեցի լացից։ И когда она вошла, Люсина, я уже начала плакать. Լուսինեն մեր ընտանիքից մեկն է եղել ժողովուրդ։ Люсина была членом нашей семьи. Ես իրան միշտ համարել եմ մեր ընտանիքից մեկը։ Я ее всегда считал Ինձ համար թե քույրիկ, թե աղջիկ, и дочь, и թե հարազատ, и родная. ես ուրիշ ձև չեմ նայել։ Я Տերը գիտի ինչքան մենք սիրել։ Ամեն տեղ աշխատել ենք ինքը մեզ հետ լինի։ И везде, где бы мы ни были, мы старались, чтобы она была с нами. Մեզ ուրիշները հրավիրել են քեֆի ուրախության ծնունդի Լուսինեին տալ ենք այդնես։ Нас приглашали Չենք տարբերել։ на праздники. Ոնց կվերցնես քո երեխաներից մեկին ու կգնաս։ Не отвечали от детей. Քաս թե ով ինչ կմտածի այնտեղ։ Вот как возьмешь своего одного из детей. Եվ բոլորը ուրախ են եղել։ Չկա մեկը որ ասի, «Էսքի եք բերել Լուսինեն», չկա այդ ձևը։ Рады, не- Բոլորից սիրվել է։ Она была любима. Ահա ձմեռը անցավ Լուսինեն։ Вот зима прошла. Նայեք ինչ ասում երկոցը։ И посмотрите, что песня песни говорит. Անձրևները անցան գնացին։ Дожди прошли, ушли. Հորձանքները անցան, И все эти воздыхания ушли. կոհակները անցան։ И эти потоки ушли. Լսեք, Послушай, սա շեդևր է։ это шедевр. Ասում է գետնի վրա ծաղիկներ են երևում արդեն։ И здесь написано, что на земле
Արդեն ծաղիկներ են երևում։ видны цветы. Գետնի վրա ծաղիկներ են երևում։ На земле уже видны цветы. Դա կյանքի խորհուրդն է։ Это символ жизни. Երբ որ ծաղիկները դուրս են գալիս, Когда жизни они выходят, появляются, դա նշանակում է դու պիտի ապրես։ это обозначает, что ты Դա должен. նշանակում է որ չես մեռնելու։ Это значит, что ты не умрешь. Դա նշանակում է օծություն։ Это обозначает. Դա նշանակում է ուրախություն։ Это обозначает. Դա նշանակում է ինչ-որ նոր բանի սկիզբ։ Это обозначает. Դա նշանակում է ամուսնություն նաև։ Это обозначает также, Երբ որ մենք ծաղիկներ ենք նվիրում, когда мы дарим цветы, դա նշանակում է դու պիտի ապրես։ это обозначает, ты должна жить. Մենք ծաղիկներ չենք դնում, Мы не ложим цветы, մենք ծաղիկներ տալիս ենք։ мы даем цветы. Մենք ծաղիկներ տալիս ենք։ Мы даем цветы. Եվ նրա բուրելու ժամանակն է, И уже время, чтобы она благоухала. եւ մեր երկրի վրա տատրակի ձայնը նորից է լսվում։ И слышен Նորից կլսվի երաշտությունը, նորից կլսվի գարունը, музыка, որովհետեւ ամուսնությունը գարուն է։ потому что Քո կյանքի մեջ գալիս է երկրորդ շնչառությունը, у тебя в жизнь приходит второй գալիս է նոր թարմություն, նոր ժամանակներ, свежесть, новые времена, նոր դայլայլոցներ, նոր новые ես միշտ սպասում եմ գառնանը, որ թրջունները գան ու առավոտյան ինձ արթնացնեն։ Այն մոշահավերը, այն ծիծեռնակները, այն ժերերը, журавли, разные эти птицы, чтобы щебетали. ես քանի դեռ ամառը ես վայելում եմ, որ իրան գալիս են։ Пока время лета, Ահա թզենին իր թզերը հասցրեց։ и вот маслина свои смоквы уже ее поспели. Սա պատուղի ժամանակն է։ Это время плодов. Ու որդատունքները ծաղկեցին եւ իրենց հոտերն են տալիս։ Ելիր, ով սիրուհիս, ով գեղեցիկս եւ արի։ Вставай, возлюбленный, Մենք շնորհակալ ենք Տիրոջից։ моя возлюбленная. Մենք շնորհակալ ենք Տիրոջից։ Благодарны Господу. Ես կուզեմ սա օրհնել ձեզ։ Մինչ ես կորտնեմ։ Մինչ ես կորտնեմ եւ հետո դուք կմոտենաք, շնորհավորեք, կորտնեք, ծաղիկներ կտաք, И потом вы подойдете, поздравите, цветы дадите им. կանգնեք ոտքերի վրա եւ ձեռքերներ բարձեք Լուսինեի վրա, Սերգեյի վրա։ Сергею и Люсине. Շնորհակալ ենք Հիսուս, Спасибо тебе, Иисус. Благодарим тебя, Иисус. շնորհակալ ենք այս միության համար, Спасибо тебе за это, այս գեղեցիկ միության համար։ это красивое соединение. Դու հասցրեցիր Լուսինեին այստեղ։ И ты довел сам Люсине до этого места. Նա քեզ հասցրեց այստեղ։ Он сам тебя довел до этого места. Տերը քեզ քայլ առ քայլ բերել է։ Господь тебя шаг за шагом. Եվ դու տեսել ես ինչպես Աստված քարեր դրել այսպես։ И ты видела, как Господь ставил камни Տարին տարվա վրա год за годом. եւ нրա վրա գրել է Աբիենեզեր։ И на них было, он написал Авиезер. Դու հավատացել ես, որ մինչև այստեղ Տերը քեզ բերեց։ И ты поверила, что до этого места Господь. Եվ դու ասել ես, մինչև այստեղ դու ինձ բերել ես։ Ты сама сказала, что до этого. Եվ ես հավատում եմ, որ ստեղից հետո պիտի էլի տանես առաջ։ И я верю, что после этого ты сам, Տերը քեզ հասցրեց այստեղ Լուսինե։ Господь сам тебя. Այսօր տեղի ունեցավ Աբիենեզեր։ И сегодня произошел Авиезер. Դա նշանակում է, որ սրանից հետո դեռ ինքը դնելու է նոր քարեր, նոր սահմաններ, որպես վկայություն հաղթանակի, որ դու հաղթել ես։ Քեզ հաղթանակը տվե Տերը։ Եվ նա օրհնել է քեզ մինչև այստեղ։ Եթե դա նա արել է մինչև այստեղ, նա սրանից հետո էլ պիտի անի։ Եվ ես օրհնում եմ քեզ։ Եվ ես օրհնում եմ ձեզ։ Я благословляю вас. Слава Иисусу. Ես օրհնում եմ Տեր։ Я благословляю Господь. Ես օրհնում եմ այս միությունը։ Я это соединение. Ես օրհնում եմ այս զույգերին։ Я благословляю эту пару. Թող լինեն երջանիկ, Пусть они будут счастливы. թող լինեն ուրախ, Пусть будут радостны. ապրեն հրաշքներով, Пусть они живут чудесами. ապրեն հավատքով, Пусть они живут верой. ապրեն սիրով, Пусть они
թող իրանց սերը Пусть их любовь լինի երգ будет песней, եւ երկոց, песней и песней. այլևս ողբ չի լինի։ И больше не будет вопля. Նաեւ քո կյանքի մեջ Սերգեյ, Даже уже в твоей жизни. այլևս չի լինի այդ բանը, И больше не будет этого. ինչը որ ունեցար դու Все, что ты имел. եւ ինչով էլ անցար դու։ И через все то, что Թող Տերը օրհնի։ пусть Господь благословит. Ես օրհնում եմ ձեր միությունը Я ваше соединение մեր благословляю. Տեր Հիսուս Քրիստոսի անունով Именем Господа нашего Иисуса. եւ հայտարարում եմ ձեզ ամուսիններ Я объявляю вас женой и мужем и женой. Հիսուս Քրիստոսի անունով։ Во имя Иисуса. Կանգնեք դալիճի։ Բայց մենք դեռ չենք տեսել իրանք ինչպես են համբուրվում, որովհետև դա թույլատրված չի եղել։ Мы еще не видели, как они целуются, потому что Այսօր не допускала. եկել է ժամանակը դնելու այդ կնիքը, պեչատը։ Сегодня пришли. Բոլորս գոռում ենք շնորհք եւ դուք համբուրում եք իրար։ Շնորհք, շնորհք, շնորհք։ Պետք չի ուխոդելնել։ Ուրա։ Ես չգիտեմ որ մատանի ինչ էին ասել։ Դու պետքա դնես սա։ Թե ինքը պետքա, ծաումնա։ Դու ես դնելու։ Շնորհակալ ենք Հիսուս։ Спасибо тебе, Иисус. Օրհնում ենք Տեր, Господь, мы благословляем. օրհնում ենք Հիսուս։ Иисус, мы благословляем. Ինչպես այս օղը Как это кольцо. ինքը խորհուրդն է Он есть символ հավերժության вечности եւ անվերջանալի պտույտին։ и нескончаемого этого поворота. Թող այս զույգերի մեջ լինի В этой паре было այս հավերժական սերը եւ միությունը։ вечное Ես օրհնում եմ единство. Հիսուս Քրիստոսի անունով։ Я благословляю во имя Иисуса. Շնորհ! 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 Կարող եք գալ, շնորհավորել։ Ինձ էլի եմ բաներ ասում, որ պետք է անեմ, ես մոռացել եմ։ Այո, այո։ Забыл, и мне напоминает. Մենք պետք է, ես վրազում եմ, իրանց տեղը վրազում եմ։ Ուզում եմ իրանք շուտ գնամ մի ոչ շուտ։ Սերգեյ ջան, վերցրա։ Հալելույա։ Ես ավելի շագրգռված եմ, որ իրանք Этого хочу сильно, чем они. դուք պետք է հաղորդություն անեք Вы должны принять участие Տիրոջ մարմնի եւ արյան հետ։ с телом и кровью. Ես օրհնում եմ Я благословляю եւ դուք երկուսով մեկանաք вместе вы մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որովհետեւ երեք դերձանի թելը շուտ չի փրկվում։ Դուք եւ Հիսուս երեք եւ մի կարևոր բան էլ մենք չենք ասում ամուսնանում ենք որ տուն ու տեղը լինի երեխա լինի հասկացանք դա կարևոր է մենք ամուսնանում ենք Տիրոջ համար որ ծառայենք Տիրոջը ես օրհնում եմ замуж для Господа. այս հաղորդությունը Տիրոջ մարմնի եւ արյան հետ եղեք օրհնված կարող եք հաղորդությունն անել Հիսուս կարող ես Արեն ջան արի առաջինը Արենը Հիսուս Ուզում եմ ասել Լուսինի արի երկի հետ էլ Հալելույա Հալելույա Եկեք Հալելույա Խորտակեք ձեր սիրով, ձեր համբույրներով, ձեր արցունքներով, ձեր օրհնություններով Հիսուս Մենք ուրախ ենք Տեր Մենք շնորհակալ ենք Հիսուս Մենք քեզ փառք ենք տալիս Հիսուս Մենք քեզ փառք ենք տալիս Շնանչելի ես
Հիսուս Հիսուս ամեն բան վերականգնվում է ամեն բան վերադառնում է Հին պարիսպները կառուցվում են նորից Հալելույա հալելույա այսօր սա իրադարձություն է սա իրական իրադարձություն է Հիսուս Սքանչելի արքա Skancheli der Jesus Ortnum engzes Sinum engzes Mesere merchermutiune Zes vra doch herervi Doch tapfiti lo jortnutiune Doch niution lini Amurem danik Hisusi anonov Erashkenesh Օրհնություններ Հալելույա Գալիքը դեր արջևում է ամեն բաները Երկրպագում եմ քեզ Օրհնում ենք ձեզ Սիրում ենք ձեզ Շնորհավորում ենք ձեզ Եղեք օրհնված Չամուսնացածները թող ասեն հաջորդը ես եմ Ովքեր չեն ամուսնացել թող ասեն հաջորդը ես եմ Հալելույա 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 Իարքա Ովքեր ուզում են 7 հրաշքը ասեք հաջորդը ես եմ Իսուս Հալելույա Սա իրադարձություն է մեր նոր սերունդ եկեղեցի ընտանիքի մեջ Սա նոր իրադարձություն է Այսպիսի բան չի եղել, այսպիսի բան չի պատմվել